Ինչի եք աջակցում Հայաստան դաշինքին, ինչ հույսեր եք կապում այս քաղաքացիներին։ Ին դաշինքս է դրա համար, Ինչ հույսեր եք կապում։ որ աբագան կփոխվի։ Ինչն եք ուզում փոխվի հատկապես։ Առաջինը մարդիկ։ Իրանց ինչ ողակալություն իրանց միջից դուրս կա, մեկը մեկին չվիրավորե, հարգալից լինի։ Աշխատանքի տեղ, որ մարդիկ աշխատին, ոչ թե արձագնաց աշխատանքի գնան, դեղից է որպես վեգան թեթ վերադառնան։ Ես վստահ եմ, որ նախագահ Քոչարյանը միայն կարա մեր երկրում բան փոխի։ Լավն եմ հիշում, դժվար ժամանակում է ստանձնել պաշտոնը, ոտքի է հանել երկիրը, ապահով ենք եղել։ Վաղուց եմ ճանաչում նախագահին Քոչարյանին, կարող եմ ասել, որ ինքը այն մարդն է անձնավորությունն է, որ կարողանա ծնկի բերել թշնամուն եւ Հայաստանը առաջվա նման լինի ուժեղ, հզոր եւ կարողանա բոլոր միջազգային ատյաններում իր խոսքը ասել։ Այն ժամանակ երբ մենք բոլոր որ պետությունները գնային հայ էին ասում, բայց հիմա գլխները կախ է։ Պարտված են եւ ցանկանամ որ հաղթանակները շարունակվեն, այս թուրքական զորքը, որը գտնվում է մեր տարածքում, դուրս բերվեն։ Եթե կա մի տեխնացու, ով որ ժամանակին ցույց է տվել, որ կարողացել է դժվար ու ճգնաժամային փուլից հանել Հայաստանը, այդ եղել է Քոչարյանը։ Հիմա մեզ պետք են հաղթանակները, զուտ նաև երկրի ու ժողովրդի գոյաբանական հարցերը լուծելու համար։ Ես բոլորի հանդիպումների ժամանակ գալու եմ, որպեսզի կողմնորոշվեմ։ Ինչպիսի որակական հատկանիշներով առաջնորդ եք ուզում տեսնել Հայաստանը։ Հավասարակշռված, խելացի, ազգը սիրող, հայրենասեր։ Ես գիտեք նոր էի սկսել աշխատել եւ 7-8 ամիս մենք աշխատավարձ չէինք ստանում։ Ռոբերտ Քոչարյանի օրոք կարգավորվեց ամեն ինչ։ Ես մյուսներին էլ դեմ ոչինչ չունեմ, բայց գալու եմ բոլորի նախընտրական ծրագրերին ծանոթանալու։ Ես Հայաստան դաշինքի միջոցով տեսնում եմ իմ երկրի փրկությունը։ Ճիշտ առաջնորդ է։ Դժվար ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եկավ նախագահ եւ ոնց որ այդ ժամանակների համար ինչ որ արեց ինքը թեթևացավ մի քիչ մեր Գյումրիի վիճակը։ Ընտրեցի որ փոխվի, բայց փաստորեն չփոխվեց։ Հիմա էլի փոխվել եմ ուզում։ Սա չի, ճիշտ Հայաստանը չի։ Հայաստանը կործանման է գնում։ Իմ պատկերացրած Հայաստանը այսպես չի։ Վարչապետի տեխնացու ունենք, որ աֆրիկյան երկրներում այդպես մարդիկ չեն ընդրվում։ Կարտոշկեն վերցնում է Ձերքիստանի, արի խնդրեմ էլի ցավը տանեմ, բան օրինցի ցայն տաս։ Ախր այդպես ցայն չի կարելի ընդրել, չէ։ Այդպես չի կարելի։ Այդ դրա համար եկել եմ ես տեսել եմ այս մարդու աշխատանքները։ Մի անգամ Ստրասբուրգում երբ հանդիպեցին, Ալիև մեծը, Հայր Ալիևը նստած էր ոչ ժամանակին հարիր ձևով խոսեց նա, Ռոբերտ Քոչարյանն ասավ Գեյդարևիչ, имейте в виду, Карабах некогда был не состав Ադրբեջանը и не будет։ Ինքան խստությամբ պատասխանեց, որ ես իմ տեղումս վերև բարձացած է հեբարդ նախագահ ունենք։ Այդպես ղեկավարը պետք ոչ թե գնալ, կուչ գալ, բարերը խառնել իրար հետ, առաջ եւ չկարողանալ, գալ ասել ցանկացած սխալ կատարել ու գալ ասել ես ճիշտ եմ արել։ Իր նախագահության օրոք դուք երիտասարդ եք, դուք իրոք չեք հիշում, բայց մենք ենք աշխատում, մենք ենք կառուցել։ 58 թաղամաս կա, լրիվ իրավորով է կառուցվել։ Շատ որ բանով հիշես, ինչ որ կառուցվել է տնագներից դուրս են եկել, դոմիկներից իրավորով է։ Նրանից հետո անի թաղամասն է կառուցվել, իսկ այս 8 տարվա մեջ ոչ մի բան չի կառուցվել։ Դրա համար էլ դիգնանք հետ, այսինքն հետ գնալ այդ իմաստով, բայց առաջ ենք նայելու, շարունակելու ենք այդ ամեն ինչը։ Անվտանգություն, արժանապատիվ խաղաղություն, հուսալի Հայաստան։ Այդքանը դերևս ամենակարևորը։